Մենք ունենք ևս մեկ սուր հարց, որն արժե վերլուծել, քանի որ այն երկրի վրա բոլոր կենդանի էակների կյանքի հիմքն է։ Եկեք քննարկենք, թե ինչպիսին է ջրային ռեսուրսների վիճակը մեր երկրում։ Այսօր Հայաստանի գրեթե յուրաքանչյուր բնակիչ զգում է սակավաջրության խնդիրը։ Գյուղերի մեծ մասը դեռևս օգտագործում է մակերևույթային կամ ստորերկրյա ջրեր ջրամատակարարման համար եւ երբեմն շատ անբավարար որակի։ Ջրամատակարարման եւ ռոռոկման խնդիրն ամենահրատապներից է։ Հայաստանը հայտնվել է եվրոպական երկրների ջրի պակաս ունեցող ռիսկային գոտում։ Այս մասին են վկայում երաշտի եվրոպական աստղադիտարանի կատարած ուսումնասիրությունները։ Այս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ջրի վիճակը վատացել է 84.3%-ով։ Սա ամենավատ ցուցանիշներից մեկն է եվրոպական երկրների շարքում։ Այն, որ Հայաստանը համեմատած այլ երկրների հետ շատ ավելի խոցելի է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, դա արձանագրված է նաև դեպի ինտեգրված ջրային ռեսուրսներ կառավարումը Հայաստանում հաշվետվությամբ։ Ջրի սակավության խնդիրը բարձրացվել է նաև 2021 թվականի մայիսի 14-ին Երևանում կայացած Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսները կայուն կառավարման հեռանկարներ գիտաժողովում։ Ջրի պակասի նկատմամբ առավել զգայուն ոլորտը գյուղատնտեսությունն է։ Կանխատեսվում է, որ գետերի հոսքի 25%-ով կրճատումը կհանգեցնի 15-ից 34%-ով ոռոգվող վարելահողերի արտադրողականության նվազմանը, միջինում 24%-ով։ Բայց իրականում ջրի ամենամեծ խնդիրը ոռոգման ջրի բացակայությունն է։ Ջրի մոտ 70%-ն օգտագործվում է մշակաբույսերի աճեցման եւ սննդի արտադրության համար։ Ճիշտ չէ։ Եվ դա հսկայական նշանակություն ունի, եթե դուք չեք կարող ապահովել ջրով այդ արտադրությունները։ Դուք կարող եք մոռանալ ցնցող ընդունելու մասին։ Դուք չեք կարողանա ուտել, չեք կարողանա արդյունաբերական մասշտաբով բավարար սնունդ արտադրել ձեր կարիքների համար։ Եվ ես կարծում եմ, որ սա մեծապես կազդի շատ մարդկանց կյանքի վրա զարգացած երկրներում։ Տուժելու է նաև էներգետիկ ոլորտը, քանի որ Հայաստանն օգտագործում է իր գետերը հիդրոէլեկտրակայաններում եւ ատոմային ու ջերմային էլեկտրակայանների հովացման համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է. եկել է ժամանակը արձանագրելու, որ ջրի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի։ Ըստ էության, ջրի ճգնաժամը Հայաստանում խորանում է։ Այն կրում է գլոբալ բնույթ, իսկ մեր դեպքում այն խորանում է ենթակառուցվածքների բացակայության կամ վատթարացման պատճառով։ Եթե քարտեզագրենք եւ եթե շրջենք մարզերը, կզարմանանք, թե որքան մեծ է ջրի խնդիրը։ Բնապահպանության նախկին նախարար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը հավելում է, որ ոռոգման եւ խմելու ջրի համակարգերը գտնվում են անմխիթար վիճակում։ Արդյունքում ջրի 70-ից 80%-ը կորում է։ Լավ, 10% կորուստները կարող են բնական լինել։ Ամեն ինչ կարող է պատահել։ Բայց որ նման ծավալ մսխվի, իսկ սրանք միայն պաշտոնական տվյալներն են։ Մենք նույնիսկ չգիտենք, թե իրականում որքան է, ասում է փորձագետը։ Հայաստանի քաղաքների արդյունաբերության եւ գյուղատնտեսության կարիքները ստորերկրյա ջրերի նկատմամբ միայն ավելանում են։ Եթե 2000 թվականին հանրապետությունում ջրի սպառումը կազմում էր 1275 միլիոն խորանարդ տարին, ապա 2012 թվականին այդ ցուցանիշը հասել է 1520 միլիոն խորանարդ տարին։ Ինչով է պայմանավորված ջրի սպառման աճը։ Ի վերջո, Հայաստանի բնակչությունը մնում է գրեթե անփոփոխ։ Պատճառներից մեկն այն է, որ 2006 թվականից սկսեցին արագ զարգանալ լճակային տնտեսությունները, որոնք մասնագիտացված էին արդյունաբերական քանակությամբ մաքուր հոսող ջուր պահանջող ձկնատեսակների բուծման մեջ։ Դա հանգեցրեց հորատման եւ հորատանցքերի կտրուկ աճին։ Ջրի պաշարները սկսեցին նվազել եւ դա անգամ տեսանելի դարձավ անզեն աշկով։ Դեռևս 2009 թվականին Արմավիրի մարզի ապագա գյուղում հորերից ինքնահոս եղանակով հոսում եւ ապահովում էին կենտրոնական խմելու ջրի մատակարարումը եւ մշակովի հողատարածքների առատ ոռոգումը։
Մեր աչքի առաջ ջրհորներում ջրի մակարդակը տարեկան իջել է 20 սանտիմետրով։ 1983 թվականից մինչև 2013 թվականը պիոզեմտրիկ մակարդակները նվազել է միջինը 6-ից 9 մետրով, իսկ որոշ տեղերում 15 մետրով։ Դրական ճնշման տարածքը 1983-ից 2013 թվականը նվազել է 32,760 հեկտարից 10,706 հեկտար, այսինքն արտեզյան գոտին նվազել է մոտավորապես 67%-ով։ Արդյունքում ոռոգման եւ կենցաղային ջրամատակարարման նպատակով արտեզյան հորեր օգտագործող համայնքների թիվը 44-ից նվազել է 13-ի, եւ դա ընդամենը 1983-ից 2013 թվականը։ Հանրապետության շատ շրջաններ ջրի սուր սակավություն ունեն։ Փալին, Ուջան, Բաղրամյան, Շաղապ, Սևաբերդ, Ֆանտան եւ այլ բնակավայրեր։ Այժմ բնակչությունը ստիպված է խմելու ջուր ստանալ պոմպերի միջոցով 15-ից 20 մետր խորությունից։ Հիմա պատկերացրեք, որ հոսանքազրկման դեպքում բնակչությունը մնում է առանց խմելու ջրի։ Ոռոգման, ինչպես նաև Հայաստանի հիդրոէներգիայի մեկ այլ աղբյուր Սևանա լիճն է։ 1947-ից 48 թվականներին լճում ջրի մակարդակը սկսել է կտրուկ իջնել։ Գրաֆիկի վրա կապույտ գիծն է։ Սա հանգեցրել է բնապահպանական եւ տնտեսական լուրջ խնդիրների, այդ թվում ջրի որակի վատթարացման, բնական միջավայրերի ոչնչացման եւ կենսաբազմազանության կորստի։ Գիտնականները դա բացատրել են ջրի չափից ավելի օգտագործման հետ։ Ուստի 1980-ականներից սկսեցին իրականացվել կայունացման ծրագրեր։ Սա ներառում է Ալփա-Սևան եւ Որոտան Ալփա թունելների շինարարությունը, որոնցով հնարավոր է մղել մինչև 250 եւ 165 միլիոն խորանարդ մետր ջուր, որը համարժեք է արտահոսքի սահմանաչափին տարեկան մինչև 170 միլիոն մետր խորանարդի։ Արդյունքում 2001 թվականից ի վեր Սևանա լճի մակարդակը փոքր-ինչ բարձրանում է։ 2011 թվականին այն կանգ է առել 1900 մետրի վրա եւ այդ ժամանակից ի վեր տատանվում է 1900.18 եւ 1900.63-ի միջև։ Աշխարհի կլիմայական ընդհանուր իրավիճակի ֆոնին տագնապալի է այն փաստը, որ 2024 թվականին Սևանա լճի մակարդակը 23 թվականի համեմատ սկսել է իջնել։ Ինչ միջոցներ են հիմա ձեռնարկում խնդրի լուծման համար։ 2019 թվականի օգոստոսի 29-ին որոշվեց Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների ջրամատակարարումը կազմակերպել փակ ջրամատակարարման ցիկլով։ Սա կստեղծի ձկնարտադրության միասնական համակարգ, ներառյալ 120 գործող տնտեսությունների համար ջրի օգտագործման սահմանաչափերի սահմանում։ Ծրագիրն իրականացնելու համար բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, որը համարժեք է 1.156.000 ԱՄՆ դոլարի։ 2019 թվականին ՀՀ կառավարությունը որոշել է դադարեցնել 97 ջրառի օգտագործումը Արարատյան դաշտում եւ այդ նպատակով պահոստային ֆոնդից հատկացվել է 37.9 միլիոն դրամ, որը համարժեք է 98.000 դոլարի։ Դա թույլ կտա խնայել մոտավորապես 30 միլիոն խորանարդ մետր ջուր։ Քննարկվել է նաեւ ոչ ոռոգման ժամանակահատվածում արտեզյան հորերի շահագործման ամբողջական արգելքի գաղափարը։ Ցավոք սրտի դրանով հարցը չի լուծվի, քանի որ այն պետք է լուծել համաշխարհային մակարդակով։ Խնդրի վերացման համար կառավարության ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 2026 թվականը կառուցել 15 նոր ջրամբար, բայց 9 ծրագրերը բախվեցին հետաձգման հետ, ավելի մանրակրկիտ հետազոտության անհրաժեշտության պատճառով։ Եվ հիմա եկեք խնդրին ավելի լայն նայենք։ Ջրի սակավության եւ մոտալուտ ջրային ճգնաժամի հետ կապված խնդիրն առկա է նաեւ եվրոպական երկրներում։ Եվրոպան արդեն մի քանի տարի է տառապում է լուրջ երաշտից։ Իրավիճակը բառացիորեն սրվեց 2022 թվականի ամռանը, երբ այստեղ եկավ վերջին 500 տարվա ընթացքում ամենահզոր երաշտը։ Անոմալ շոկ ԵՄ-ի երկրներում համեմատելի էր ապոկալիպսիսի սկզբի հետ։
Ֆրանսիան պայքարում էր անտառային լայնածավալ հրթիռների դեմ, իսկ Շվեյցարիայում 2000-ամյա սառույցով պատված լեռնանցքը հալվել է։ Համաձայն հաշվարկների, ծայրահեղ եղանակից ԵՄ երկրների գրած ընդհանուր վնասը կազմել է $20 միլիարդ։ 2023 թվականին իրավիճակն էլ ավելի է վատացել։ Գործնականում Եվրոպական միության տարածքի յուրաքանչյուր գետ քիչ թե շատ ծանծաղել է։ Իսպանական Կատալոնիայում արտակարգ դրություն է հայտարարվել, քանի որ տարածաշրջանը բախվել է երբևէ եղած ամենավատ երաշտին, բնակիչներին արգելվել է լվանալ մեքենաները եւ լցնել լողավազանները։ Անոմալ շոկը հանգեցրեց բերքի կորստի, ինչն բերեց գների բարձրացման բոլոր ապրանքների համար, ներառյալ միսը։ Երաշտը սրեց էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում։ Ջրի ցածր մակարդակի պատճառով Ֆրանսիայի եւ Իտալիայի հիդրոէլեկտրակայանների մեծ մասը զգալիորեն կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները։ Ֆրանսիայում ջուրն այնքան է տաքացել, որ այն դարձել է ոչ պիտանի ատոմակայանների հովացման համար։ Եվրոպան նման էր թավայի մեջ տապակվող բեկոնի։ Գիտնականներն ահազանգում են, որ ջրամբարներում ջրի մակարդակը կտրուկ նվազում է։ Հետազոտողները հայտնաբերել են, որ աշխարհի ամենամեծ լճերի եւ ջրամբարների կեսից ավելին այժմ պարունակում է ավելի քիչ ջուր, քան 3 տասնամյակ առաջ։ Ավելի քիչ ջուր լճերում եւ գետերում նշանակում է ավելի քիչ ջուր մարդու սպառման, ինչպես նաեւ ոռոգման եւ արդյունաբերական օգտագործման համար։ Ջրի ցածր մակարդակը դժվարացնում է էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Իրավիճակը չեն փրկում ջրհեղեղները, որոնք անմիջապես հաջորդում են երկարատև երաշտներին։ Ջուրը չի կարող ներծծվել չոր հողի մեջ, այն հոսում է ասես սառույցի վրայով, սրբելով ամեն ինչ իր ճանապարհին, առաջացնելով ջրհեղեղներ, ցելավներ եւ սողանքներ։ Ամենահամեստ գնահատականներով աշխարհի բնակչության 40%-ից ավելին 2030 թվականին կապրեն այն շրջաններում, որտեղ ջուրը դեֆիցիտ կլինի։ Խոշոր քաղաքներում ջրամատակարարումը կսահմանափակվի եւ դրա որակն անշեղորեն կվատթարանա։ Կսկսվեն համաճարակներ, կվերադառնան միջնադարյան հիվանդությունները։ Ջրի ճգնաժամը կհանգեցնի սննդի պակասի։ Սա կհրահրի բնակչության մեծ արտագաղթ։ Կառավարությունները կընկնեն խաղաթղթերի պես։ Ջրային ռեսուրսներով մարզերը կփակվեն պետական սահմանների հետ չառնչվող սահմաններում։ Որոշ երկրներ խեղդվում են, իսկ մյուսները չորանում են։ Իսկ ոմանք նախ չորանում են, հետո խեղդվում։ Ջրի վիճակը իսկապես կրիտիկական է։ Ինչպես հասկանում եք, տարեստարի էլ ավելի կսրվի։ Դա պայմանավորված է կլիմայական իրավիճակի կտրուկ վատթարացմամբ եւ շրջակա միջավայրի աղտոտվածությամբ։ Միջազգային մակարդակով բարձրացվում է ջրի սակավության եւ անորակության հարցը։ Մոլորակի բնակչությանը մաքուր ջրով ապահովելը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներից է։ ՄԱԿ-ի ջրի նոր զեկույցի համաձայն այսօր 2.2 միլիարդ մարդ դեռևս ապրում է առանց մաքուր խմելու ջրի հասանելիության։ Այսպիսով ՄԱԿ-ի նպատակը մինչև 2030 թվականը բոլորի համար ջրի հասանելիություն ապահովելը դեռ հեռու է իրագործվելուց։ 2002-ից 2021 թվականներին երաշտից տուժել է ավելի քան 1.4 միլիարդ մարդ։ 2022 թվականի դրությամբ երկրագնդի բնակչության մոտավորապես կեսը տարվա առնվազն մի մասի ընթացքում ունեցել է ծանր ջրային դեֆիցիտ, իսկ 1/4-ը բախվել է ջրային դեֆիցիտի չափազանց բարձր մակարդակի, օգտագործելով իր տարեկան քաղցրահամ ջրի պաշարների ավելի քան 80%-ը վերականգնող աղբյուրներից։ Կանխատեսվում է, որ կլիմայի փոփոխությունը կավելացնի այս իրադարձությունների հաճախականությունն ու սրությունը, սոցիալական կայունության համար սուր ռիսկեր առաջացնելով։ Բայց ո՞րն է գետերի ու լճերի ծանծաղացման, ստորերկրյա եւ արտեզյան ջրերի մակարդակի նվազման հիմնական պատճառը։ Ըստ արբանյակային դիտարկումների, կլիմայի եւ հիդրոլոգիական մոդելների, ջրի ծավալը վերջին 3 տասնամյակների ընթացքում նվազել է ավելի քան 50%-ով։ Հիմնականում բնական լճերում եւ ջրամբարներում։ Դա տեղի է ունենում ամենուր։ Սեյսմիկ ակտիվության բարձրացման եւ մոլորակի հասարակածային եւ բևեռային տրամագծերի փոփոխության հետևանքով եւ երկրակեղևի դեֆորմացիայի պատճառով։ Դրա պատճառով ջուրը հեռանում է ճեղքերով եւ խզվածքներով։ Մենք արդեն ասել ենք, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը փոքր երկիր է,
այստեղ կան մեծ թվով տեկտոնական խզվածքներ։ Դրանք են հանրապետությունում ջրային պաշարների նվազման հիմնական պատճառը։ Բայց ինչ են առաջարկում մարդկանց։ Մարդկանց առաջարկվող միակ ելքը խիստ հաշվառումն ու ջրի սպառման սահմանափակումն է։ Բայց սա լուծում չէ։ Ջուրը կյանքի հիմքն է, եւ յուրաքանչյուր մարդ պետք է ստանա ջուրը անհրաժեշտ քանակությամբ, թե սպառման, թե կենցաղային, թե տեխնիկական, թե գյուղատնտեսական եւ թե արդյունաբերական բոլոր կարիքների համար։ Ջրի օգտագործումն ու տնտեսումն արգելելով ոչ մի խնդիր չենք լուծի։ Պետք չէ մարդկանց սահմանափակել եւ արգելել ջուրը օգտագործել։ Մենք պետք է հասնենք նոր մակարդակի եւ լուծումներ գտնենք ջրի նոր աղբյուրի ստեղծման համար։ Եվ այսօր մենք ունենք տեխնոլոգիա, որը թույլ է տալիս յուրաքանչյուր մարդու մոլորակի ցանկացած կետում ապահովելու ջրի անհրաժեշտ քանակով։ Արդյունաբերական մասշտաբով ջրի սակավության խնդրի լուծումը հնարավոր է մթնոլորտային ջրի գեներատորների զանգվածային ներդրմամբ, ինչի մասին խոսենք մեր համաժողովի երկրորդ հատվածում։